Անվանի բանաստեղծ Համոս Սահյանը Հմայակ Գրիգորյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Լոր գյուղում։ 1939 թվականին ավարտում է Բաքվի Մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցում է հայրենական մեծ պատերազմին որպես նավաստի։ Հենց ռազմաճակատում էլ ծնվում է նրա հայտնի Նաիրյան Դալար Բարդի բանաստեղծությունը։ Եղել է ավանգարդ եւ ոզնի թերթերի բաժնի վարիչ, գրական թերթի գլխավոր խմբագիր։ 1946 թվականին տպագրում է առաջին գիրքը՝ Որոտանի եզերքին բանաստեղծությունների ժողովածուն։ Սեզան բացվի ժողովածուի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։ Հայրենի գյուղում Լորում բացվել է տուն-թանգարան։ Երևանում նրա անունով կոչվել է փողոց եւ դպրոց։ Տեղադրվել են հուշարձաններ։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Համո Սահյանին։ Մեր հաղորդման հյուրն է Հայաստան Հանրապետության բարձրագույն վարակավորման հանձնաժողովի բաժնի պետ, բանասիրության դոկտոր Սերգեյ Աղաջանյանը։ Բարի գալուստ, պարոն Աղաջանյան, շնորհակալություն հավերել ընդունելու համար։ Պարոն Աղաջանյան, Համո Սահյանին իհարկե մեկ հաղորդման այս սուղ ժամանակահատվածում հնարավոր չէ անգամ լավագույն ցանկության դեպքում ներկայացնել, այսօր ձեր օգնությամբ փորձենք անդրադարձը կատարել կամ ուշադրություն դարձնել հատկապես մի քանի, այսպես ասած, առանցքային կետերի վրա։ Խնդրում եմ ներկայացրեք մեր հեռուստադիտողներին Համո Սահյանի քնարական պոեզիան։ Համո Սահյանի պոեզիայի մասին խոսելիս անպայման պիտի մի քանի կարևոր հանգամանքներ նկատի ունենալ։ Առաջին հերթին այն, որ նա քնարական պոեզիայի ներկայացուցիչ է։ Իսկ դա նշանակում է, որ այդ կարգի, այդ որակի գրողը, ստեղծագործողը աշխարհին, կյանքին, իր անձնական կյանքի իրադարձություններին, կենսական անցուդարձին ամեն ինչին նայում է իր ներսից, իր ներսի աշխարհից։ Այսինքն ամեն ինչը իմաստավորում է այնպես, ինչպես ինքն է տեսնում։ Դա մի վիրտուալ իրականություն է, որը ըստ էության ինչքան որ արտաքին աշխարհ է, այնքան էլ հեղինակի ներաշխարհն է, ներսում ապրված, վերապրվածի արտացոլք է։ Սա մի կարևոր հանգամանք։ Երկրորդը վաղուց նկատվել է նրա պոեզիայի վերաբերյալ գրված գրականության մեջ, նրա պոեզիայի վերաբերյալ խոսքուզրույցներում, դա այն է, որ Համո Սահյանը որպես քնարական բանաստեղծ կայացավ այն ժամանակ, երբ սովորաբար քնարական նախասիրություն ունեցող կամ օժտվածություն ունեցող բանաստեղծները արդեն ճանաչված են լինում։ Սկսած պատանեկան երիտասարդական տարիքից քնարական բանաստեղծները արդեն հասնում են ինքնադրսևորման։ Համո Սահյանը ինքը իրեն հայտնաբերեց որպես բանաստեղծ 10 տարիքով։ Ավելի հեշտ է ինքնադրսևորվել ընդհանրապես։ Եթե Աստծո տված շնորհքը կա, այո, որտեղ դա մի քիչ նեղ դիտանկյուն, նեղ տեսանկյուն է ենթադրում կյանքին, աշխարհին, մարդկանց, դրանց իմաստավորումներին։ Եթե այդ շնորհը կա, կենսափորձը տարիներով, տասնամյակներով առաջնահերթ արդեն մի տեսակ նախապայման չի դառնում։ Թեև իհարկե դա էլ շատ կարևոր է։ Համո Սահյանը որպես քնարական բանաստեղծ կայացավ հասուն տարիքում, երբ արդեն թվում էր, թե այլևս անելիք չունի այդ ոլորտում եւ կայացավ զարմանալի ինքնահայտնաբերումով եւ մինչեւ կյանքի վերջ հասուն տարիք մարդը ստեղծագործում էր նախանձելի տաղանդով, նախանձելի վարակիչ բանաստեղծական էներգետիկայով։ Այս իմաստով Համո Սահյանը եզակի օրինակ է կամ եզակիներից մեկը, քչերից մեկը, եւ նրա աշխարհի ճանաչողությունը հնարավոր չէ առանց այդ հանգամանքները հաշվի առնելու։ Դա ենթադրում է որոշակի հետաքրքրություններ, թեմատիկա, բանաստեղծական ներշնչանքի ինքնատիպություն, այս ամբողջ դաշտը եւ իհարկե դրան գումարած իր ապրած ժամանակաշրջանը, սովետական իրականություն, հետսովետական ժամանակաշրջան, իր ողջ անցուդարձով։ Բայց ասում եմ, այդ ամենը նրա պոեզիայում արտացոլվել է որպես քնարական միկրոաշխարհի արտացոլք։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, այժմ լսենք Համո Սահյանի ասմունքը, իր ստեղծագործությունն ընթերցում եւ շարունակենք մեր հաղորդումը։
Համո Սահյանի պոեզիայի զարգերակը ժողովրդական կյանքի ամենախորձալքերից է սկիզբվում։ Ժողովրդական սրտի համ ու հոտ, տար ու բար է բերում նա իր հետ։ Ժողովրդական բանաստեղծ է Համո Սահյանը, եւ պատահական չէ, որ ժողովրդի ընտրյալն է նա, հանրապետության գերագույն սովետի դեպուտատ։ Նա գիտե, բանաստեղծի խորությամբ գիտե ժողովրդի խոհերն ու հոգսերը։ Մի մենավոր ծիրանի ծառ, մի խրճիթի աղոտ ճրակ, խավարի մեջ տագնապահար հովիվների կանչու կրակ, զանգակաձև, զանգակաձայն մի ջրվեժի տխուր հառաչ, մի ջրատված ջաղացի քար, մի կոտրված գութանի մաչ, մի բուրցորեն արցունքոտված, արյունոտված երկերի մեջ, այսպիսին է Հայաստանը մեր հինավուրց երկերի մեջ, կատագիր մի մագաղատ, մի սրբատաշ տաճարի վեմ, մի կուրվահան ասիական մռռկաշավ ցեղերի դեմ, թշնամասաստ մի այրուձի եւ ընդվզում մի անողոք, մի վարդանի սրի շարաչ, մի ֆրիկի արդար բողոք, մի սասնատամ թուրք այծակի դավթի հզոր ձերքերի մեջ, այսպիսին է Հայաստանը մեր հինավուրց երկերի մեջ, նստած դաշտում Արարատյան, մեջ կեհենած արագածին, ականատես եւ ունկնդիր աշխարհների անցուդարձին, կռելով բախտն ու ապագան թեժ բովերում գործարանի, որ բքում է օջախն իր հին, ծխում է ծուխն իր ծիրանի, վառածաստղերն իր նոր փառքի, ամենավեհ փառքերի մեջ, այսպիսին է Հայաստանը մեր նորորյա երկերի մեջ։ Պարոն Աղաջանյան, խնդրում եմ ներկայացրեք բնության սահյանական բնութագիրը։ Քնարական պոեզիայում ասացեք լավագույնս նա ինքնադրսևորվեց կամ ինքնահայտնաբերեց դա ինքնահայտնաբերում էր իրականում այո այդ տարիքում ինքնահայտնաբերում էր բնության պարագայում այո հողի հետ ունեցած կապի այո բանաստեղծության մեջ բնությամբ ներշնչված ստեղծագործողներ ինչքան ուզեք կարող եք ցույց տալ նրանցից մեկն էլ Համո Սահյանն է գուցե հա գուցե որտեվ մարդու կյանքը բնությունից դուրս կայանալ չի կարող նույնիսկ քաղաքաբնակի համար բնությունը ամեն պահի գյուտ է երբ որ քաղաքից դուրս ես գալիս հարաբերում ես բնության հետ տեսնել ճանաչելու նախասիրություններ ունես բայց Համո Սահյանի դեպքում բնապաշտությունը այդպես ասենք բնապաշտությունը խորհրդավոր մի երանգ ունի որը կարելի է համարել քրմական պաշտամունք զարմանալի քրմական պաշտամունք այս իմաստավորման ուրեմն սովորաբար ասում է որ Համո Սահյանը հայկական բնությունը ներկայացնում է իր ծննդավայրի Զանգեզուրի Սիսիանի բնապատկերների տեսքով դրա մեջ իհարկե ճշմարտություն կա բայց չպիտի մոռանալ որ նրա բնապաշտական սերը կամ գովերքումը այդ նեղ սահմանափակությունը չունի, որտեղ ընդհանուր առմամբ այնինչ բնորոշ է Զանգեզուրի բնությանը, բնորոշ է ամբողջ հայկական լեռնաշխարհին։ Ուրեմն դա չպիտի ընկալել որպես Սյունիքի բանաստեղծականացում միայն, դա պիտի ընկալել իր ծննդավայրի օրինակով հայկական բնաշխարհի բանաստեղծականացում, բանաստեղծական իմաստավորում, ընդ որում ասի քրմական պաշտամունքի պես դա դրսևորվում է բնության ոչ թե արտաքին իրողությունների, այլ ներքին զուտ սահյանական ընթերցումով ու հայտնաբերումով իմաստավորումների ձևով։ Ասենք ինքը այսպեսի մի ճկնաղ բանաստեղծություն ունի Վահան Տերյանի մասին, ասում է բարդիները Վահան Տերյան են կարդում, ճկնաղ պատկեր է բանաստեղծական։ Երբ որ այդ պատկերի տրամաբանությամբ մենք նայենք նրա բնապատկերներին, այդ դեպքում մենք պիտի անպայման փաստենք, որ այսօր եւ սրանից հետո մեկ ընդ միշտ ոչ բանաստեղծական մասրենու թուփը, ժայռը, քարը, ձորը, հորթը, հերկած սևահողը այսուհետ միշտ Համո Սահյան են կարդալու։ Դրանք բնության այն ուրեմն իրողություններն են, որոնք իրենց բանաստեղծականությունը հայտնաբերեցին Համո Սահյանի շնորհիվ։ Եվ սրանից հետո էլ ցանկացած ընթերցասեր մարդ, ով մի անգամ գիրքը Համո Սահյանի բանաստեղծությունները ձեռքն է առել ու կարդացել, երբևէ եթե լսի ժայռ, քար, չգիտեմ ձոր, ձորի մշուշ, հորթ, այդ ամեն անմիջապես ինքը վերադառնալու է Համո Սահյանին։ Ինչու՞, որտեղ մենք
այդ իրողությունների բանաստեղծական էությունը մեր համար հայտնաբերել ենք Համո Սահյանի շնորհի ու միջոցով։ Կարդալ ասացիք, հնարավոր չէ Համո Սահյանի այդ բանաստեղծությունը կարդալ եւ չսիրել, կամ չսիրահարվել բնությանը։ Սա հնարավոր չէր, այդ գյուտերը հնարավոր չէին, եթե Համո Սահյանը հայկական բնաշխարհին սիրահարված չլներ, այդ բնաշխարհը մեծարած ու պաշտամունքային այդ բնաշխարհի հավատարիմ ծնունդը չլիներ։ Ասեցի քաղաքաբնակ լիներ կամ քաղաքացիված հավանաբար։ Սիրով ինձ համար դա այդպես է խորհրդանշվում, չգիտեմ։ Պաշտամունքի աստիճանի հասցվող։ Պաշտամունքի աստիճանի։ Շատ բարի, հարգելի բարեկամներ, այժմ դիտենք բավարարական մի փոքրիկ ակնարկ, որտեղ Համո Սահյանը 50 գուցե ավելի շատ տարիներ հետո իր համադասարանցիների հետ վերադարձել է այն դպրոցը, որտեղ սկսել է սովորել հայոց այբուբենը, առաջին դասարան, եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հայկական այն դպրոցը, ուր 50 տարի առաջ նա առաջին անգամ եկել է դասի։ Բարև ձեզ երեխաներ։ Պարոն Աղաջանյան, գուցե սխալվում եմ, սակայն իմ կարծիքով Համո Սահյանը դեռևս կենդանության օրոք դասական էր, հայ գրականության կամ հայ պոեզիայի դասական, բայց նորից շեշտեմ, թող սխալված լինեմ, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա կենդանության օրոք ինչպես պետք է այդպես էլ չընկալվեց կամ ինչպես հարկն է այդպես էլ չգնահատվեց եւ ցավոք սրտի նման վերաբերմունքը Համո Սահյան այդ մեծության նկատմամբ գրեթե նույն վիճակն է նրա մահվանից հետո։ Գիտեք Համո Սահյանի մասին սխալված լինեմ ես։ Չէ, չի կարելի ասել սխալված եք, մասա միայն, ասենք, այն իմաստով, որ Համո Սահյանը անտեսված չի, նույնիսկ կենդանության օրոք բարեբախտաբար գնահատված, սիրված է եղել, նույնիսկ մեծարված է եղել, Համո Սահյանի հետ հարաբերվելը տոն էր, ուրախություն էր։ Ինքս անձամբ քանի անգամ առիթ եմ ունեցել, երբեք չեմ մոռանում այդ հանդիպումները մեր, իր հետ զրույցները, դա անհատական հարթության վրա, այս նկատի ունի հավաքական առումով։ Բայց պիտի ասեմ, որ Համո Սահյանի գրքեր են գրել, ատնախոսություններ են գրվել, հետազոտություններ են գրվել, բայց իմաստավորումները հիմնականում կամ առավելապես մակերեսային են։ Համո Սահյանը իր կյանքի վերջին շրջանում զգալիորեն, ինչպես ասեմ, հրապուրվել բառը տեղին չի, բայց կենտրոնացած էր Թումանյանի պոեզիայի վրա։ Նա ինքն էլ հանդիպումներից մեկի ժամանակ ասում էր, եթե գրեմ բանաստեղծություն, Սահյանի նկատմամբ։ Հա, վերջին շրջանում, չի ասի, հենց այն վերջին տարիներին, բայց վերջին շրջանում ասում էր, եթե գրեմ բանաստեղծություն, որը Թումանյանի միտողին հավասարվի, ես ինձ երջանիկ կզգամ մեր զրույցներից մեկի ժամանակ։ Ու դա ակնհայտորեն զգացում է եւ դրա մասին չի խոսում, չի ասում, բայց դա իօքուտ Համո Սահյանի է։ Նրա վերջին շրջանի պոեզիայի, եթե ուշադիր նայեք, լցված է անցյալի վերհուշով, անցյալի վերաիմաստավորումով, ընդ որում խոհական, փիլիսոփայական վերաիմաստավորումներով։ Դա չափազանց հետաքրքիր պոեզիա է։ Եթե ուշադիր կարդաք, այդտեղ կտեսնեք եւ անցյալի վերապրումով երջանկացածությունը, եւ տառապանքը, եւ հոգսը, ինչ որտեղ նաեւ կյանքից այս վերջին շրջանում հիասթափությունը, իր ողջ լավատեսությամբ հանդերձ։ Ինքը վստահ էր, որ մնալու է մեր երթին միշտ ներկա իր պոեզիայով, իրեն երբեք բացակա չի դրվելու, բայց այդ ցավը տառապանքը ունեցել է։ Մի ճկնաղ բանաստեղծություն ունի, ասում է հուշերս ասում է ծղրիդի պես են, որոնք փայտփորիկի նման անդադ կծում են անքնությունս։ Դա չափազանց անկեղծ, չափազանց
խորքային խոստովանություն է իր կյանքի վերջին շրջանի համար։ Թեև մենք հնարավորություն չունենք ժամանակի առումով մանրամասնելու այդ շրջանի իր եւ մարդկային կեցության մանրամասնությունները եւ ստեղծագործական հետաքրքրությունները, բայց իրականում մարդ, որը լիարժեք ապրեց այդ մի հատիկ կյանքը, ինչը իրեն տրված էր, իմաստավորեց իր ապրած կյանքը, իմաստավորեց ինչպես անձնական կյանքի, այնպես էլ հասարակական կեցության հանգամանքների առումով եւ մանավանդ նորից եմ ասում, երկրորդ շրջանի նրա պոեզիայի, եթե ուշադիր կարդանք, նույնիսկ մեր ազգային ինքնության եւ մեր բռնած ճանապարհի վերաբերյալ խորքային բազմաթիվ հետաքրքիր դիտարկումներ կնկատենք։ Պարոն Աղաջանյան, Սահյանը ինքն է ասում, ինձ հասկանալը մի քիչ դժվար է, բայց մարդ եմ էլի։ Այո, այդ առումով ինչ եք կարծում։ Արդյոք Սահյանին, որպես իհարկե որպես մարդ եւ որպես բանաստեղծ հասկացել ենք, ինչ կտրվածքով նաեւ հիշեցնեմ Հրանտ Մաթեոսյանի հետեւյալ կարծիքը, Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծն է։ Այսինքն գուցե հենց այդ վաղը պիտի Սահյանին ավելի ի վիճակի կամ իզորո լինենք հասկանալ կամ ընկալել։ Այո, Համո Սահյանը դեռ կարոտ է իր ընթերցողին, կարոտ է իր մասնագետ մեկնաբանողին, նրա պոեզիան այդ հնարավորությունները տալիս է։ Չգիտեմ, կյանքի հանգամանքները կփոխվեն կամ ավելի լրջորեն կզբաղվեն լուրջ հետազոտողներ Համո Սահյանի պոեզիայով, բայց ժամանակի մեջ նա դեռ խոսելու է, նա դեռ ասելու բան շատ ունի։ Սակայն նրան հասկանալու ամբողջությամբ ժամանակը դեռևս գուցե դեռ չի եկել։ Եվ մենք պիտի կարողանանք մի որոշ չափով դրա համար ազատվել դեռևս իր ողջության ժամանակ իր պոեզիայի վերաբերյալ թեկուզ վայելքի հիացմունքի մեր շաբլոններից, ասենք միայն բնություն նրա պոեզիայում տեսնելու։ Նրա պոեզիայում պիտի տեսնել ինտելեկտուալ մտավորականի, որը լրջորեն քաղաքային եռուզեռից, անցուդարձից, միջմարտկային ակտիվ հարաբերություններից, ժամանակավրեպ մարդկային պահանջմունքներից դուրս մեկուսացած ամեն ինչ տեսնում էր, ոչ թե իրեն հեռու էր պահում այդ ամենից, այլ կողքից ամեն ինչ տեսնում էր եւ վերաիմաստավորում էր խոհական փիլիսոփայական լուրջ ենթատեքստերով։ Եվ կարծում եմ հենց այդ խորությունն է նրա խոսքի, որ հասկանալը եւ ընկալելը առավելևս մեկնաբանելը դեռևս դրա կարիքը հուսով եմ, որ մի օր կհասունանա այդ պահանջմունքը մեր մեջ եւ մենք Համո Սահյանով Ինքներս պետք է պատրաստ լինենք նորովի կհայտնաբերենք եւ ինքներս մեզ եւ Համո Սահյանի եւ մեր բնությունը եւ կյանքի իմաստը, ինչպես որ ինքն էր տեսնում այն վիրտուալ աշխարհում, որը ինքը որպես քնարական բանաստեղծության հրաշալի ներկայացուցիչ ստեղծել էր իր համար։ Զուտ Համո Սահյանական պոեզիայի այդ հաճույքը, այդ վայելքը մեզ դեռ խորքով է պակասում։ Եվ հաղորդումը ամփոփելուց առաջ Պարոն Աղաջանյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ առիթներ, այդ երջանիկ առիթներ է եղել, որ հանդիպեք Սահյանի հետ, որպես գրականագետ, որպես մարդ, ինչպիսին է ձեր այդ տպավորությունն անմիջական շփումների արդյունքում։ Համո Սահյանի հետ հարաբերվելը ասի մեծագույն հաճույք էր, եւ երբ ինքը անկեղծանում էր, բավականին բարի անձնավորություն լինի։ Այո, իր անկեղծությամբ, իր բարությամբ անմիջապես վարակող մեկն էր։ Եվ երբ հարաբերվում էր իր հետ, այդ տպավորությունից երկար ժամանակ չէր կարողանում ազատվել։ Այս պահին երևի իմաստ չունի շատ ուրիշ մանրամասնություններ ներկայացնել, դրական լիցքերով է։ Իր անպայման դրական լիցքերով։ Եվ նորից իր հետ հանդիպելու այդ պահանջմունքը անդադ ունենում էր։ Շատ հետաքրքիր էր իր ինքնաբացահայտումներից մեկը ստեղծագործական։ Մի անգամ ասաց. Գիտես ես ոնց եմ բանաստեղծություն գրում, իմ համար որպես մասնագետի եւ ընդհանրապես իր հետ հարաբերվող մարդու շատ հետաքրքիր էր։ Ասաց բանաստեղծությունը գրում եմ մտքումս։ Երբեք միանգամից մտքովս անցած տողերը գրի չեմ առնում։ Գրում եմ, մշակում եմ, կատարելագործում եմ, անընդհատ ուղեղիս մեջ է այդ բանաստեղծությունը եւ իմ հետ ման եմ տալիս այնքան ժամանակ, քանի դեռ չեմ զգում, որ արդեն մոռանալու եմ։
Այսինքն այդ մոռացումն էլ գալիս էր այն ժամանակ, երբ ինքը ինքնըստինքյան հասկանալի, ինքը բավարարված էր իր տեքստով, այլևս վրան անելիք չուներ, չէ, արդեն պիտի մոռանար։ Ասում եմ, այդ ժամանակ նոր թղթի մի կտորի վրա գրառում եմ այդ բանաստեղծությունը։ Մյուս հանդիպումներում ասեմ, իմ տպավորությամբ ինքը շատ հիացած էր առաջին հերթին Թումանյանով։ Թումանյանով հիացածությունը նրան երբեք չէր թողնում ու իմ տպավորությամբ ինքը մտովի անընդհատ Թումանյանի հետ էր, Թումանյանի պոետիկայի հետ էր, ստեղծագործելու, կյանքի իմաստավորման, կյանքի փորձի փիլիսոփայական իմաստավորման։ Այսինքն ոչ այնից բացի նաև խորքային կապ, հոգևոր կապ կար։ Հա, իհարկե, այդ որոնումների մեջ էր եւ իր համար Թումանյանը մի տեսակ կատարելատիպ էր պոեզիայում, մտավորական իբրև, որին ինքը ձգտում էր ինչ-որ ձևով հասնել, ոչ թե պարզ ընդօրինակման պարզը ինքը արդեն այն վաստակի բանաստեղծներ, պոեզիայի իր աշխարհը ձևավորած հետաքրքրությունների, ոճի, ասելիքի, որ համենայն դեպս փորձում էր ինչ-որ ձևով ի վերջո գնալ դեպի Թումանյան։ Ուրիշ Թումանյան դեպի Նարեկացի ակունքներ, իհարկե։ Ահա, դեպի ակունքներ, որոնցով իր պոեզիան, իր աշխարհը, իր անհատական աշխարհը կիմաստավորվեին, կհարստանային եւ ի վերջո մեզ համար գրականություն կդառնային։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, այժմ ունկնդրենք Համոսայանի կատարմամբ «Ախր ես ինչպես վեր կենամ» բանաստեղծությունը, իրից գրած եւ դրանով կավարտենք մեր հաղորդումը։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ հորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական բախտից խռովել չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հողի մեջ այսքան օրհնություն չկա, այսքան վաստակած օգնություն չկա, ախր ուրիշ տեղ ձյունի մեջ արև եւ արևի մեջ այսքան ձյուն չկա, ախր ուրիշ տեղ տեղահան եկած ուսերով արագած սարի ուսերին հենված սոսնատուն չկա, ախր ուրիշ տեղ ամեն մի քարից, արվից, ակոսից իմ աչքերին նայող մանկություն չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ։ Պարոն Աղաջանյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հաճույքով ես էլ զգացվածում։ Այսօր անկեղծ զրույց էր եւ մեր հայրենակիցներին առիթ եղավ, առիթ ստեղծեցինք մանավանդ այսօր Համոսայանի ծննդյան օրն է, որպեսզի եւս մեկ անգամ մեր հոգու չնչին պարտքը տվեցինք մեծ մարդու, մեծ պոեզիայի հիշատակին։ Հարգելի բարեկամներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Համո Սահյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։